Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV-ի եթերում։ Ողջույն։ Մենք հյուրընկալում ենք մայրաքաղաքի ճակատագրով հետաքրքրվող մայրաքաղաքի կյանքին ակտիվ մասնակցություն ունեցող երևանցիների։ Այսօր մեր հյուրն է երգչուհի, երգահան Էմմա Պետրոսյանը։ Ողջույն, Տիկին Պետրոսյան։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ինձ էլ շատ հաճելի է, ես էլ եմ շնորհակալ։ Տիկին Պետրոսյան, հետաքրքիր է, եթե համեմատելու լինենք օրինակ 10-20 տարի առաջվա Երևանը եւ այսօրվա Երևանը։ Ինչ դրական տեղաշարժեր են եղել եւ ինչ ենք կորցրել այս տարիների ընթացքում։ Ուզում նշել, որ մենք շատ բան ձեռք ենք բերել։ Իհարկե կորցրել ենք շատ։ Շատ է աղմուկը, որ քաղաքը կորցրել է իր տեսքը, եւ համաձայն եմ եւ ոչ, գուցե։ Որովհետեւ շատ բաներ մենք այս պահին չենք կարողանում գնահատել, եւ գնահատում ենք եւ ոչ, եւ գնահատում ենք վաղը, ինչ ունեինք երեք։ Ցավում եմ կորուստների համար իհարկե, հատկապես արժեքավոր կորուստների համար։ Հատկապես շենքեր, որոնք կուզեի, որ որպես պատմություն պահպանվեին, որովհետև մենք այսօր աշխարհին մեր պատմությամբ ներկայանում ենք եւ պիտի շարունակենք ներկայանալ, իսկ ինչպիսին է մեր մայրաքաղաքը, ինչպիսին էր մեր մայրաքաղաքը, պատմել մեր մայրաքաղաքի մասին աշխարհին, եթե ոչ մեր անցյալ պատմությամբ, հապա ներկան պարզ է, ներկան բոլորը տեսնում են։ Իսկ անցյալի կորուստները անվերադարձ են։ Այսինքն ունենք այսօր այն ինչ ունենք, շարունակենք լինել հոգատար մեր ունեցածին եւ ստոպ ասենք այն արժեքավոր պատմությանը, որը հանկարծ կարող է ինչ-որ մեկը մատով դիպչել, որովհետեւ եվրոպական որևէ երկրում անպատմություն ունեցող փողոց չես տեսնի, ուր չես քայլում պատմություն է, ուր չես քայլում մամրակալած պատեր են, ուր չես քայլում դարերի շունչ ես քաշում։ Մենք այսօր խոսում ենք դարերի մասին, բայց մենք չունենք այ տեսեք, սա մեր դարեր շարունակ ապրած կամ հարյուրամյակներ ապրած շենք է, շինություն է, քար է, արձան է եւ այլն։ Քիչ կա, ինչ ես կմատնանշեմ, որի համար ես շատ ցավում եմ։ Տիկին Պետրոսյան, իսկ կա մի բան, որ պարտադիր է, պետք է որ մենք դա վերադարձնենք գուցե։ Որ համարում եք, որ առանց դրա Երևան չկա ուղղակի։ 70-80-ական թվականներին, երբ ես երեխա էի, շատ իրական բաներ կային մեր քաղաքում։ Շատ իրական գույներ կային, շատ իրական երգեր կային։ Գիտեք ինչ, մարդը բնություն է։ Եվ եթե այդ բնությունը իրական չէ, շինծու է, ինքը խախտվում է իր ներաշխարհը, խախտվում է իր ներսի ջերմությունը, խախտվում է իր արտաքին ընկալումները, իր պայքարներն է խախտվում եւ նա չգիտի վաղը ինչով պիտի խոսի, ինչ զենքով պիտի խոսի, ինչ այբուբենով պիտի խոսի։ Եվ եթե մենք հանդուրժենք այս խախտումները, անվերջ, մենք ունենք այսօր այն ինչ ունենք։ Մենք այսօր ունենք հայերեն լեզու, որը շատ խախտված է։ Մենք այսօր ունենք հայերեն երգ, որը շատ խախտված է, հայերեն չէ։ Մենք այսօր ունենք, տեսեք ինչքան բացթողումներ ունենք։ Սրանք բոլորը վերջին տարիների բացթողումներ են, որոնք չեմ կարող ասել, որ մենք հանդուրժեցինք, բայց մենք ձեռք ունեցանք։ Այսինքն, ստացվում է, որ մենք հանդուրժեցինք ուրեմն, այլապես մենք չէինք ունենա։ Մյուս կողմից չեմ ուզում խախտել որևէ մեկի ազատությունը, որովհետև եթե ինձ դուր է գալիս այն, ինչ ստեղծել եք դուք, ձեզ կարող է դուր չգա այն, ինչ ստեղծել եմ ես։ Բայց մենք ունենք կարևոր մի բան, ինչը մեր արժեհամակարգի ընդհանուր մտածողությունն է, ինչը մեր արժեհամակարգի գրանցված կետերն են, ինչը մեր պատմության գրքերն են, ինչը մեր հիմքն է մեր ովի, մեր պատասխանն է մեր ովի։ Եթե մենք այսօր շատերին տանում ենք մատենադարան, ուրեմն մենք գիտենք, որ այնտեղ մեր հիմքն ու արմատներն են։ Մեր գիր ու գրականությունն է, որով մենք աշխարհին ասում ենք ով ենք մենք։ Իսկ այսօր ով ենք մենք։ Սա կանցնի ժամանակներ եւ այսօրվա ով ենքից մենք կունենանք բաց թողված ժամանակաշրջան, ցավոք սրտի, իսկ մենք կունենանք այդ ժամանակաշրջանը։ Խոսքը վերաբերում է վերջին 25 տարվան։ Այո, բաց թողված բաներ, որոնք չի ուզի որ լինեին, որտեղ ենք ի ցույց դնելու վերջին 25 տարիների այն քիչը, որ ունենք։ Պատմությունը կարող է ինչ-որտեղ ընդհատվել, այսինքն նման մտավախություն կա։ Այո, եթե անդրադառնալու լինենք օրինակ երկարվեստին, վերջին 25 տարվա կտրվածքով մենք առաջիկայում պարծենալու տեղ ունենալու ենք, թե ոչ։ Կունենանք, բայց քիչ։
Ինչն է խնդիրը, ինչ կորցրեցինք, որտեղ կորցրեցինք, ինչ եղավ։ Ես չեմ ուզում ասել, որ որևէ մեկի մտածողությունը սխալ է։ Ես չեմ ուզում ասել, որևէ մեկի սիրելի կամ նախընտրած երաժշտությունը սխալ է։ Ես չեմ ուզում դա ասել։ Եվ իրավունք էլ չունեմ դա ասելու։ Այնինչ ես եմ երգում, դա պարտադիր չէ, որ բոլորը լսեն կամ ծափահարեն։ Բայց ես շարժվում եմ աշխարհի կարևոր չափանիշներով, աշխարհի հիմնակարերով եմ շարժվում, աշխարհի հարմոնիաներով եմ շարժվում, աշխարհի դիրիժորների մտածողությամբ եմ մտածում, աշխարհի սիմֆոնիկ նվագախմբերի ձայնով եմ շարժվում, որի մեջներ եմ առնում ով-ը, իմ հայ լինելու ով-ը, բայց իմ հիմնակարը ես ամեն օր ուզում եմ հենվել իմ հիմնակարին, այլապես ես կկորցնեմ իմ եսը։ Եվ նույնը խնդրում եմ մեզանից յուրաքանչյուրին, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ, կառուցելուց, քանդելուց, երգելուց, կարելուց, թխելուց, ուտելուց, սեր բացատրելուց, քաղաքը կառուցելուց, քանդելուց առաջ մի հատ ստորակետ դնենք, հետո նոր շարժվենք, ամեն ինչ չէ որ իր մեջ պետք է առնի, այստեղ բիզնես կա, այստեղ կա բիզնես, իսկ այստեղ չկա բիզնես, հոգնեցեք բիզնես բառը լսելով, այո, աշխարհն այսօր միշտ է ունեցել այդ բիզնես հետաքրքրություն, այնպես չի որ այսօր ունի իսկ մեկ դար առաջ չուներ, ոչ, մարդը միշտ նույն է, բոլոր ժամանակներում ագահ է եւ իր ցանկությունները մշտապես պետք է սպառի, պիտի լինեն օղակներ, որոնք ասեն հարգելիս ստորակետ, բայց դու չես կարող սա անել, որովհետև իրավունքը չունես սրա անելու։ Այստեղ է, այո, եւ պետք է լինել շատ խիստ։ Ես իմ աչքերս բացել եմ եւ տեսել եմ տպարանը Ալավերդյան փողոցի վրա։ Մի օր անցա ու տեսա, որ տպարանը հավասարված է հողին։ Ուզում եմ հարցնել, ինչու։ Ինչու ում էր խանգարում այս տպարանը։ Օրինակ, որպես հիմնակար դուք մտավախություն ունեք, որ կարող է վաղվա սերնդի առաջ պատասխանատվության ենթարկվեք, այսպես ասած, պատասխանեք այն հարցին, թե ինչ եղավ այս վերջին 25 տարվա ընթացքում։ Մտավախություն կա, որ պատասխանը չեք ունենա կամ կունենաք, որը ձեզ կտխրեցնի գուցե։ Պատասխաններս գնալով պակասում են։ Ինչու չեմ կարողանում պահպանել այն, ինչ պիտի պահպանեմ։ Այս մտավախությունը իմ մեջ շատ անգամ դեռ անverջ պատտվում է։ Տիկին Պետրոսյան, այսօրվա երաժշտական հարմոնիայի մեջ ձեզ տեղավորվում եք այդ հարմոնիայի մեջ, թե ոչ այնքան, թե մի քիչ դրանից դուրս եք ձեզ համարում։ Եթե անկեղծ ես միշտ էի դուրս։ 90-ականներին չեմ կարող ինձ համարել դուրս, որովհետև շարունակողն եմ եղել։ Ես այսօր քիչ եմ տեսնում շարունակողների։ Կան նրանք, ես չեմ ուզում ասել, որ չկան, կան, բայց քիչ է։ Դուք 90-ականներին շարունակում էիք, իսկ այսօր։ Այսօր շարունակում եմ։ Բայց ինչից դուրս է, հարմոնիայից դուրս եք, ինչու։ Այո, ձեզ դուրս են հանել, թե։ Իհարկե դուրս եմ, եւ շատ ուրախ եմ, որ դուրս եմ։ Չէ, ել ուզի լինել ներսում, որովհետև դա ես չեմ։ Իմ հասցեն կոնսերվատորիայի հասցեն է։ Այնտեղ է իմ երաժշտական մտածողության հասցեն եւ ես շատ հավատարիմ եմ իմ հասցեին։ Եղել է օրինակ, որ մի խումբ արվեստագետներով փորձեք պայքարել այսօրվա տիրող դոմինանտ հարմոնիայի դեմ։ Իհարկե։ Օրինակ ռապիսի դեմ։ Իհարկե, բազմաթիվ տարիներ շարունակ, անverջ։ Ես եկա մի պահ, որ մի քիչ էլ հոգնեցի, որովհետև արդեն պատասխանեցի։ Մարդը ազատ է իր ընտրության մեջ, մարդը ազատ է իր, մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք ովքեր նոր են ծնվում, հենց այսօր ծնվեցին, հա, վաղը նրա ականջները չլսվի այն ինչը, որ այսօր ֆալշ է համարվում, սա է մեր փրկությունը։ Եվ եթե հարգենք ու բոլորս գնանք ճիշտ ռիթմի հետևից, ինչը որ այսօր աշխարհի կարևորն է, մարդ մնալու կարևորն է, մարդ մնալու, սա ամենակարևոր բանն է, եթե դու մարդ ես, ուրեմն չի կարող քո արարումը լինել ոչ մարդկային եւ ոչ արդյունավետ։ Խոսելով մարդկային հարաբերություններից, ուզում եի նկատել, որ կարծես թե 90-ականներին այդ մարդկային հարաբերությունները ավելի ջերմիկ ու մտերմիկ էին։ Այսօր կարծես թե մարդիկ հեռացել են իրարից, նաև ձեր ոլորտում։ Նկատում եք դուք կա այդպիսի բան։ Այո, կա։ Ինչ եղավ, այդ անդունդը ինչից ստեղծվեց։ Ժամանակը թելադրեց, թե
այլ խնդիրներ առաջ եկան գուցե։ Թե այս հարմոնիայի դեմ եւ կողմ մարդիկ պարակտվեցին։ Իհարկե, եւ պարակտվեցին, եւ շատ ավելի միացան, եւ գիտեք, ինչ ժամանակն էլ նաեւ ծնեց երգ ու երաժշտություն, որը սուտ նորից եմ ասում, սուտ վաճառելու համար է հորինվում։ Ինքը ստեղծագործություն չի, ինքը ինչ որ հորինված ռիթմերի հավաքածու է, ավելի մոտ աղմուկին։ Վերջերս վաստակավոր արտիստի կոչում ստացաք։ Այս կոչումը ձեզ մոտ ինչ որ բանի արդյունք էր, թե հետևանք էր, թե պատճառ հանդիսացավ գուցե։ Ինչ փոխեց։ Ապրում եմ ինչպես ապրում էի, ոչինչ չփոխվեց, ոչ մի բան։ Ես հարստացա պարտական լինելով ավելի, եթե կարողացա միտքս ճիշտ ճարայուսեմ։ Պարտավորեցրեց ձեզ ավելի։ Այսինքն մտայնությունը թե Այդպես չի, գուցե որ ես դրանից առաջ այդպես չէի ապրում։ Ոչ, մարդը կամ այդպես է, կամ այդպես չէ։ Որ մի բան քեզ չի կարող ավելի սարքել, այ ես այսօր արթնացա, երեկ ստացա, ես այսօր ավելի պարտավորված արթնացա, չէ։ Բայց ընդգծում է քո իմի է բերում ինչի արեցի, ինչպես արեցի, կամ վաղն ինչ եմ անելու, վաղ ինչ պիտի վերադարձնեմ այդ պետություն կոչված բարձր գիտակցության առաջ, ինչ եմ շարունակելու, ինչպես եմ շարունակելու։ կա կարծիք, որ իշխանությունները կոչումներ բաժանելով փորձում են կանխել հնարավոր ընդվզումը։ Ձեր դեպքում հնարավոր է այդպիսի բան, օրինակ։ Ես արդեն ասացի, ես այնպեսին եմ, ինչպեսին կամ եղել եմ եւ միշտ էլ այդպեսին կլինեմ։ Եվ այնինչ ինձ համար սխալ է։ Այնինչ ինձ համար գեղեցիկ է, այնինչ ինձ համար ես կծափարեմ եւ ոտքի կկանգնեմ, իսկ եթե ոչ։ Հայաստանյան ներքին կյանքին հետևում եք եւ հայաստանյան որ խնդիրն է, որ ձեր ուշադրության կենտրոնում է, այսինքն կուզեիք լուծված տեսնել։ Թիվ 1 խնդիրը Հայաստանի ինչն է։ Երազում եմ, որ սոցիալական խնդիրները պակասեն։ Ես չեմ կարողանում այլև արտագաղթ բառը լսել։ Չեմ կարողանում, սա ինձ հունից հանում է։ Որովհետև սա մեր վաղն է։ Ես չեմ դիմանում այս, սա ինձ համար ցավ է, լուրջ ցավ։ Այսինքն հեշտությամբ հանձնել Հայաստանի անձնագիրը եւ ստանալու երկրի անձնագիր եւ ուրախ հպարտությամբ մեկնել որևէ ուղղությամբ, ես սա չեմ հասկանում։ Նաեւ գուցե անձնական փորձից, որտեղ ձեր որդին էլ կարծեմ Գերմանիայում է, չէ։ Ես կուզեի, որ մենք այսօր կարողանանք մեր երկրում ապահովել աշխատատեղերով բոլորին, ոչ թե շատերին, այլ բոլորին վարակել աշխատել, չքննել, լինել զգոն, սա է մեր պատերազմի հաղթանակը։ Չքննել, հասկանում եք, որտեղ եթե մենք չենք կարող հաղթել, եթե մենք քնած ենք։ Մենք չենք կարող հաղթել, եթե մենք չկանք, եթե մենք բացակա ենք։ Մենք չենք կարող ունենալ լավ երաժշտություն, եթե մենք բացակա ենք։ Տիկին Պետրոսյան, որպես երաժիշտ ձեր որդու, որը կարծեմ ջութակահար է, ապագան Հայաստանում տեսնում եք, թե մտածում եք, որ օտարափերում նա ավելի լավ կռեալիզացնի իր ուժերը։ Ես եթե թույլ կտակ ոչինչ չեմ պատասխանի իր փոխարեն, գիտեմ միայն մի բան, որ մենք ունենք, ես եւ Արամը ունենք մեծ հայրենասեր որդի, եւ որ իր փոքրիկ սենյակում փակցված է Հայաստանի Հանրապետության դրոշը եւ Կոմիտասի նկարը, ասալայի եւ ինքը հպարտությամբ բոլորին իր տուն է բերում եւ բոլորին պատմում է, որ երկրից է, ինչ խնդիրներ ունի իր երկիրը եւ այսինքն ես չգիտեմ որտեղ կկառուցի իր ապագան ավոն։ Այս հարցին ինքը կպատասխանի, բայց այս պահին ուսանող է եւ վայելում է իր ազատությունը որպես ուսանող մարդ։ Շնորհակալ եմ Տիկին Պետրոսյան մեր հրավերը ընդունելու համար։ Ինձ էլ շատ հաճելի էր տեղը, ուր նստած ենք։ Աղմուկ է մի քիչ, բայց հաճելի աղմուկ է։ Շնորհակալ եմ։ Իսկ ես հիշեցնեմ, որ Factor TV եթերում Երևանի ժամանակով զրուցաշարներ կհանդիպենք